Դու ոնց ինձ ցածրացրիր, ոնց ու ինչի համար։ Ոնց կարողացար ավելի լավ մեռնեմ այդ աղջիկա մոտ ինչեր ասեց ինձ։ Լիլիթ, ոնց ես։ Լավ, դու։ Երեկվանից հետո մտածում էի, որ Ամեն ինչ նորմալ է։ Լիլի ինձ դայի։ Լացել ես։ Չէ։ Ուղղակի ես ամբողջ ընթացքում քայլում էիր ու իմ ուղղությամբ էլ չէիր ուզում նայեիր, մտածեցի, որ կարող է լացել ես։ Ինչի էր այդքան շուտ տնից դուրս եկել։ Լիլիթ, մարդ պիտի տեսնեի։ Ես գնամ դասանեմ։ Մի կիրակի գոնե հանգստացի։ Չեմ հասցնի։ Ասանունա։ Լիք, ոնց ես։ Ոնց պետք է լինեմ։ Պատկերացնում եմ։ Չէ, չես պատկերացնում։ Դու հասկանում ես, այնտեղ բոլորը ինձ ճանաչում են, մամայի հետ 1000 անգամ գնացել եմ այնտեղ։ Ես ավելի լավ մեռնեմ։ Լավ, Լիկա, էլ մի սկսի։ Նայում է ինչ է։ Դե հա, նայում էին, բայց հիմա այդ չի կարևորը։ Վայ Աստված։ Հանգստացի, Լիկա, կուզես գամ մոտդ։ Չէ։ Բայց խոստացի, որ կհանգստանաս ու եթե պետք լինեմ կզանգես ու կգամ մոտդ։ Այդ սրճարանի տերը մամայիս ընկերուհին է։ Լիկա, վերջացրու։ Մամայիս ասելու է։ Լիկա, հանգստացի։ Ես հենց հիմա գալիս եմ ձեր տուն։ Չէ, չգաս։ Բայց խոստացի, որ կարիքս ունենաս կզանգես ու ես կգամ քո մոտ, հա։ Խոստանում եմ։ Լավ։ Եվա, խնդրում եմ հավաքի ուժերդ։ Մենք այսօրվա շատ էինք սպասել։ Հավաքի քեզ Եվա ու դու իրավունք չունես հանձնվելու, իրավունք չունես։ Եվա։ Եվա։ Քանի անգամ զանգում եմ, ինչի չես պատասխանում, Եվա։
Լսում ես ինձ Եվա։ Լսում եմ։ Ինչ ա եղել։ Բացատրի հասկանամ ինչ ա կատարվում։ Կատարվում այն ինչ որ պիտի կատարվեր ավակ։ Ես հղի եմ ավակ։ Ինչ եմ անելու, ինչ ա լինելու, ինչի անընդհատ սխալի հետևից ավակ։ Ու դու դրա համար ես լացում Եվա։ Բա ինչ անեմ ուրախանամ։ Հա, ուրախացի Եվա, դու մայր ես դառնում։ Ավակ դու չես հասկանում, ավակ դու ոչ մի բան չես հասկանում, ես ինչ եմ անելու։ Ես մամայիս ինչ եմ ասել, ես իմ երեխային ինչ եմ հետո ասել, ես ոնց եմ բացատրություն տալու։ Ինձ լսիր Եվա։ Ու մի ասա, որ ես պարտավոր չեմ բացատրություն տամ, ես պարտավոր եմ։ Եվա, դու ոչ մի բան, ոչ մեկին չես բացատրելու։ Մեր երեխան ծնվելու է ընտանիքում։ Իմ ու քո ընտանիքում Եվա։ Ավակ մի ասա բաներ, ինչի ես ինձ ավելի վատ եմ զգում։ Դու ընտանիք ունես ու դու պարտավոր ես լինել քո ընտանիքի կողքին։ Եվա, ես պարտավոր եմ լինել այն մարդու կողքին, ում սիրում եմ։ Ես կխոսեմ Ալինայի հետ։ Մենք ապրենք միասին մեր երեխայի հետ։ Դու չես պատկերացնում ինչ ա կատարվում ինձ հետ հիմա։ Ես երջանիկ եմ Եվա։ Դու ինձ աշխարհի ամենալավ լուրը հայտնեցիր։ Խոստացա, միայն խոստացա։ Այսքան ամիսների ընթացքում չկարողացա գտնել մի րոպե, որի ժամանակ ամեն ինչ կասեի Ալինային։ Ամեն ինչ ասված կլիներ, պարզ կլիներ ու այս գիշեր, երբ որ դու վատանայիր, ես քո կողքին կլինեի։ Ոչ թե, բայց դու հիմա ուժեղ կլինես Եվա։ Մենք անցնենք սրա միջով, ու հենց այսօր ես կխոսեմ տանը։ Ես բոլոր հարցերը կլուծեմ։ Էլ ոչ մի օր չեմ սպասելու, էլ ոչ մի օր քեզ մենակ չեմ թողնելու։ Ալինա, եթե կարևոր չի, ես հետո քեզ։ Շատ կարևոր է ավակ, շատ կարևոր է ու շտապ։ Ինչ է եղել, Ալինա, հանգստացի։ Լիկան, ես չգիտեմ ինչ ա եղել, բերել ենք հիվանդանոց, ասում են, որ թունավորվել է, բայց ես չգիտեմ ինչ ա եղել։ Ինչ։ Սպասի մի խառնեմ իրար, հիմա որտեղ եք դուք։ Հիվանդանոցում։ Հիմա դու մենակ ես, բա Արամն ուր է։ Արամին չեմ զանգել, առաջինը քեզ եմ զանգել, խնդրում եմ շուտ արի։ Ալինա, հանգստացի, ասա թող ամեն ինչ անեն, ամեն ինչ լավ ա լինելու։ Հա, բայց դու խնդրում եմ շուտ արի, ես շատ եմ վախենում։ Լավ, Ալինա, սպասի, մի վայրկյան սպասի, հա։ Լավ։ Ես ինչ ա կատարվում։ Հա, պապ։ Արամ։ Պապն ինձ արագ դուրս եկար, գնացի օֆիսում էլ չէր, ինչ ա եղել։ Հա, Արամ, խառնեմ։ Ինչ ա եղել, պապ, ասա։ Հիմա ինձ լսի, տեղ ես ուշադիր ինձ լսի։ Երեկոյան Եվային բերել են հիվանդանոց, իրավիճակը շատ լուրջ է։ Հիմա փորձում են գոնե իր կյանքը փրկել։ Պապ, ասա ինչ ա պետք անել։ Ալինան զանգեց, ասեց քույրդ վատ վիճակում ա, տարել են հիվանդանոց, ես հիմա չեմ կարող դուրս գալ։ Հասկացի, ես չգիտեմ այդտեղ ինչ ա կատարվում քրոջդ հետ։ Ես խնդրում եմ քեզ, գնա տեր կանգնի, հա։ Լավ, ես կգամ, անպայման գալու եմ։ Լիկային ինչ ա եղել, պապ, ոնց լավ ես այս կզանգեմ մամային։ Տղես, ես բժիշկ խնդրում եմ ձեզ ասեք այն ինչ որ կա։ Մի հրաշք առողջ աղջիկ բալիկ է լույս աշխարհի եկել։ Երեխան ինքը պայքարեց իր կյանքի համար։ Բայց Եվային մեզ չհաջողվեց փրկել։ Մենք կորցրեցինք նրան։ Ոստահեցնում եմ ձեզ, մենք ամեն բան արեցինք։ Չի խոսում բժիշկ։ Ինչի՞ խոսում։ Ցավում եմ։ Նա շատ թույլ էր։
Մենք հնարավորինս ամեն ինչ արել ենք։ Չի կարող պատահել, ինչ ես խոսում։ Բժիշկ, դուք հասկանում եք ինչ եք խոսում, ոնց ինքը չկա, դուք չեք կարողացել փրկել Եվայի կյանքը, ինչ ես խոսում դու։ Չի կարա լինի տենց բան, բժիշկ, դու ինչ ես խոսում։ Մենք հնարավորինս ամեն ինչ արեցինք։ Լիլ, բայց եթե Աբելը այդ նկարը տեսած լիներ, հարցեր չէր տա։ Չէ, ինքը կարա մի բան իմանա ու մի տարի պահի մեջ է։ Ու հետո ինչ։ Հետո այն, որ ես ամաչում եմ Աբելի աչքերի մեջ նայել։ Փաստորեն գիտի։ Հա, գիտի ու ես նեղվում եմ դրանից։ Բայց ինչ կա նեղվելու։ Ես չեմ հասկանում դու ինչի համար ես նեղվում։ Ենթադրենք Աբելը գիտի, դու ոչ մի վատ բան չես արել, չէ՞։ Ես իրոք չեմ հասկանում, թե դու ինչի համար ես նեղվում։ Լիլ, ամեն ինչ նորմալ է։ Արի գնանք, հա, արդեն։ Քո արածը քեզ դուր եկավ, Լիկա։ Դու գոնե պատկերացնում ես ես ինչի միջով եմ անցել։ Կներես, մամ, կներես։ Ինչի համար էր այդ դեղերը խմել։ Մամից լավ չի զգում, նեղվել էի։ Խմեցի, որ քնեմ։ Քնեիր, Լիկա։ Դու ինձ լրիվ ես ձեռ առել։ Ուզում էի քնեի, խմեցի։ Հետո չոքնեց, էլի խմեցի։ Ինչի համար էր ուզում տենց բան անել։ Ում խնդրում եմ հասկացի։ Ես բժիշկներին են ում բան ասեցի, ուղղակի շատ դեղ եմ խմել։ Առանց հասկանալու։ Մամ երդվում եմ։ Դու այդ ամեն ինչը ոստիկանությանը կպատմես։ Մամ, ինչ ոստիկանություն։ Աղջիկ ջան, դու ինքնասպանության փորձ ես արել։ Ու այդ ժամանակ միշտ ոստիկանություն է գալիս։ Մամ, հասկացի, ես ուղղակի շատ դեղ եմ խմել։ Դու կարող ես այստեղ բոլորին խաբել, բայց ինձ ճշմարտությունն ես ասելու։ Մամ, ինչի համար ես արել։ Այ դա է ինձ ամենաշատը հետաքրքրում։ Ո՞նց է Լիկա։ Արդեն լավ է։ Պապա չի եկել։ Չէ, մամ, չի եկել պապան։ Շատ խառն է, չի կարա հիմա գա։ Ինչ է եղել, մամ։ Թունավորվել էր։ Ինչի՞ց։ Պապայի դեղերն էր խմել ու թունավորվել էր։ Այսինքն պապայի դեղերն էր խմել։ Դե պապա տերեկիրիկուն եկել էր վատը զգում դեղ խմեց ու թողեց սեղանի վրա։ Հա, գիտեմ։ Լիկան էլ քունը չէր տանում, որոշեց, որ պետքա խմի այդ դեղերը, որ քնի։ Հիվանդ է այդ աղջիկը։ Հետո բա։ Հայրդ փաստորեն այնքան զբաղված էր, որ չկարողացավ գա։ Մամ, պապան քաղաքից դուրս է ու դժվար հասցնի հիմա գա, իրոք շատ խառն է։ Հիմա ինչի ինձ ոչինչ չասաց։ Չգիտեմ, մամ։ Ես բան չգիտեմ։ Լիկան հաստատ լավ է, հա։ Հա, լավ է արդեն։ Մի ժամից երևի դուրս կգրվենք։
Ես գնամ հավաքեմ լիկային, որ դուրս գամ։ Պետք է գամ։ Չէ, ես գնամ։ Ալո։ Ես ոնց է որ զանգեցիր։ Իմացա, որ ինձ ես ման գալիս։ Էդ նոր իմացար։ Չէ։ Ուղղակի ժամանակ չէի գտնում զանգելու։ Սեթո ջան, դու շատ սխալ տակտիկա ես բռնել։ Այդ մեթոդները ոնց չէին աշխատում, տենց էլ չեն աշխատելու։ Հա։ Ինչն է սխալ վար։ Սկզբից ես, հետո Նոյը, հետո Արսենը։ Քեզ թվում է պետք է վախենայի։ Էլովա հերթիդ մեջ։ Չեմ հասկանում, ինչ ես ասում։ Հələ լսի։ Դու հասկանում ես ու շատ լավ ես հասկանում։ Հիմա դու իմ դեմ ես դուրս եկել։ Իմ դեմ ես դուրս եկել մոտիկների սխառնելով։ Նախ սկսենք նրանից, որը դու ես իմ դեմ դուրս եկել։ Լսի, Սեթո։ Դու ինձ լսի։ Երբ որ կհասկանաս, թե Սեթոն ով է քո համար, ու կհասկանաս, որ պարտքերդ տալու ժամանակն է, նոր ինձ կզանգես։ Քո մոտ ոնց որ պարտքերի մասին պատկերացումը շատ ուռացրած է։ Ես իմ պարտքերը լավ եմ հիշում։ Մենակ հիշելը քիչ է։ Դու չես ուզում անես այն, ինչ որ ինձ պետք է։ Որովհետև քո առաջարկած տարբերակները իմ համար ուղիղ ճանապարհ են հետ։ Ու եթե որոշել ես յանտես, դա էլ իր գինն ունի, ապեր։ Հորա լսի։ Ես ամեն ինչի գինը շատ լավ գիտեմ, դու ինձ մի սովորացրա։ Քո սաղ հարցերը իմ հետ են։ Եթե սրանից հետո փորձել ես մի հարազատել խառնել, ես քո հետ, քո լեզվով ու քո մեթոդներով եմ խոսալու Սեթո։ Մի ստիպի, որ ես մի քանի անգամ կրկնեմ, դու ինձ շատ լավ ես հասկանում ու շատ լավ ես ճանաչում։ Չէ, սա այսքան հեշտի անտվող չի։ Ես էլ պետք է հարվածների սպասեմ։ Ու կարող եմ նենց տեղից, որ չեմ էլ պատկերացնում։ Բարի գալուստ աղջիկս։ Չգիտեմ ինչ ասեմ քեզ հիմա։ Ախր հիմա ամեն ինչ այլ կերպ պետք է լիներ։ Եվ չեմ ուզում մտածել, որ քո ասածները ճիշտ էին։ Չէ, սա պատիժ չի կարող լինել։ Այս փոքրիկ հրաշքը չի կարող պատիժ լինել։ Ուզում ես քնես, բալես։ Իսկ հաստատ լավ ես։ Լավ եմ ու բայց կներես վախացրի քեզ։ Կներես մամ։ Լավ, դու հիմա քնի։ Մամ, պապան չի եկել։ Չէ։ Չեմ հասկանում ինչ պետք է եղած լիներ, որ այս ամեն ինչը իմանալով չկար։ Դու քնի, լավ։
աղա, ինչի ես փոքրիկը մնաց առանց քեզ, ինչի։ Դու շատ էիր սպասում ձեր հանդիպմանը։ Ու երևի չես էլ հասցրել տեսնել նրան։ Աղջիկս, իմ աղջիկ, դու նոր լույս ես իմ կյանքում։ Մորը դիմագծերն ունես, նուրբ ու բարի։ Սա շատ դաժան է ճշմարտություն լինելու համար, շատ դաժան է։ Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ Պապ, ինչ եղար, ուր ես։ Ալո։ Հա, Արամ ջան, ասա։ Լսի, պապան ուր է։ Ասեց որ կգա հիվանդանոց, բայց չեկավ։ Տուն էլ չի եկել։ Ես մի ժամը հեռախոսը անհասանելի է։ Մենք տուն ենք եկել, ինքը ուր է։ Հա, գիտեմ։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, ինձ տունը ուղարկել, ասել է ինչ պետք է իմանամ, ինքը դժվար գա։ Ինչ է եղել, ինքը ուր է։ Հիվանդանոցում, ասեց որ քո հետ ամեն ինչ խոսամ, այսօր Եվան։ Հա, գիտեմ, ինքը ասել է, ես ամեն ինչ գիտեմ։ Դե, ասա ինչ է եղել։ Եվան ծննդաբերության ժամանակ մահացել է։ Բայց ո՞նց։ Հա, ավակը հիմա այնտեղ է, երեխու մոտ։ Իսկ երեխեն ո՞նց է։ Ասում են լավ է աղջիկա ծնվել։ Երեխեն ծնվել է Եվան մահացել։ Հիմա ինչ արնելու։ Ազիվը հանգստացավ քնեց։ Լավ որ քնեց։ Բայց նորություն չկա, դեռ չի եկել։ Չէ, մենակ որ չի եկել։ Իհարկե։ Հետաքրքիր է ինչ պետք է լիներ իր գործերից, ավելի կարևոր որ գար։ Մամ, տենց մի ասա։ Դու լավ գիտես, որ պապայի համար մեզանից կարևոր ոչ մի բան չկա։ Իսկ ինչ ես առաջարկում, որ ասեմ։ Մամ, ես նոր եմ խոսած է վարորդ հետ ու ասեց, որ իրոք գործերը շատ խառն է ու ոչ մի ձև պապան չի կարող գա։ Ինչպես միշտ, իր գործերը միշտ խառն է։ Մամ, պապան շուտով տուն կգա։ Տղա ջան, դու շատ լավ գիտես, որ ինքը կամ շատ ուշ կգա, կամ ընդհանրապես չի գա։ Մամ, վերջացրու։ Մամ։ Մամա։ Լավ, ես գնում եմ Լիկայի մոտ։ Մամ։ Ստեղ եմ Լիկա։ Ստեղ եմ բալես, ստեղ եմ։ Քանի հանգստացի։ Ես հիմա քույր ունեմ։ Չեմ հասկանում ինչ է լինելու։ Ինչ ես անելու, պապ։ Ուզում է իր կյանքդ փոխել, ամեն ինչ նորից սկսել։ Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ է լինելու։ Չեմ հասկանում, պապ։ Չես քնում։ Չէ, ինչի։ Նորմալ է ամեն ինչ։
Դու խիքնեք չես։ Հեսա կքնեմ։ Դուրս չես գալու։ Չէ, տեղ չունեմ գնալու։ Դե լավ։ Դուրը փակեմ, թե մնա։ Չէ, թող մնա։ Ուզեմ թե չուզեմ մտել եմ Սեթոյի հետ պատերազմի մեջ։ Հիմա պետք է նենց անեմ, որ բացի ինձնից ոչ մեկը չտուժի։ Ոչ մեկը։ Չես պարկել Արամ։ Պարկել էի։ Մի 2 ժամ քննեցի ծառնա։ Ճիշտ է, ես լսեցի ոնց էիր քայլում սենյակում։ Համամ քունս չէր տանում։ Չգիտեմ, բայց լավ կաներ դու էլ մի քիչ հանգստանայիր։ Այսօր ամբողջ օրը լիկայի մոտ ես եղել։ Դու մի անհանգստացի, ես լավ եմ։ Լիկան ոնց է։ Լավ է, ընդամենը մի անգամ է արթնացել, հանգիստ քննել է։ Դե լավ է։ Թող գոնե լիկան լավ լինի։ Թե ասա ինչ խելքին փչեց, խի այդ տեղերը խմեց, ինչ էր մտածում вообще։ Արամ ջան, իսկ դու պապայիցդ ինչ-որ տեղեկություն ունես։ Տեսար, մինչև հիմա չի եկել։ Դե մամ, ես գիտեմ են ինչ-որ ասել եմ քեզ։ Պապան խառնա, շատ խառնա գլուխով ու հիմա օֆիսում է։ Չգիտեմ, ինչ-որ գնաց վիճակա, որ չի կարա գա հաստատ։ Ուզում ամեն ինչ, որ իրա վերահսկողության տակ լինի, դրա համար մնացել է այնտեղ։ Լավ էլի Արամ։ Կարող գիտես երեխա եմ։ Լրիվ հորդ դաշնակիցն ես դարձել։ Մամ, լավ էլի վերջացու։ Ինչ էր Արամ։ Չգիտեմ։ Ես ինչ վիճակում է պապատ։ Ես մի րոպե։ Մամ, սպասի։ Պետք չի։ Այսինքն մի հատ գնամ տեսնեմ ինչ է կատարում։ Ես երբեք իրան սենց չեմ տեսել։ Մամ, հավատա հիմա պետք չի որ գնաս։ Չտեսար սկի բարև էլ չտվեց։ Հաստատ ջղայնացած էր կնի։ Հիմա որ գնաս անիմաստ վեճ է կանելու։ Հիմա այդ հաստատ պետք չի։ Չէ, բայց իմ ստեղ մնալն էլ է սխալ, կարող է իմ կարիքը ունի, չտեսար իր վիճակը։ Մամ, պապան քեզ հետո ամեն ինչ կբացատրի։ Հաստատ իմացի ամեն ինչ քեզ կասի։ Մենակ խնդրում եմ։ Հիմա թող մենակ մնա։ Հիմա մի մտի մոտը։ Ջան, ինչ անենք հիմա։ Մամ, հանգստացի։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կանցնի։ Ախր ոնց է նորմալ, ես հիմա ոնց այդ սենյակ չգնամ, ոնց չտեսնեմ, կաղա վատ ազգում իրան, օգնության կարիք ունի։ Խնդրում եմ, եթե դու ինչ-որ բան գիտես ինձ ասա, ինչ-որ մի բանով օգնի ինձ։ Մամ, ես գիտեմ այն, որ այս ամեն ինչը կապված է գործի հետ։ Պապան շատ խառը օր ունեցել այսօր, թող հանգստանա։ Մի գնա մոտը, կամ որ գնաս մոտը մի խոսա։ Ախր ես հիմա
Ոնց գնամ սենյակ ու ոչ մի հարց չտամ, եթե տեսնում եմ ինչ վիճակում է ինքը։ Չգիտեմ, մամ, ուղղակի թող ինքը հիմա հանգիստ ունա։ Ես այնքան լարված եմ, որ չեմ գնա այսօր սենյակ։ Հա, մամ, երևի ես վայն այդ ամենաճիշտը կրնի։ Ավելավա դու գնա Լիկայի մոտ։ Լավ, ճիշտ ես։ Ես այդպես էլ կանեմ։ Ես էլ մի քիչ հանգստանամ, գոնե մի ժամ քնեմ։ Արդուն ես։ Հա, ինչի՞։ Ինձ թվաց գնաց կլնես շուտ ա դեռ։ Չէ, քո հետ դուրս կգամ, գնանք դպրոց, հետո տեղ ունեմ գնալու։ Ոչ մի տեղ էլ չունես գնալու։ Ինչ ես հետս դպրոց գալիս։ Լիլիթ, մարդ ունեմ տեսնելու, հիմա ինչ ասեմ, հետս պիտի քննարկես։ Չէ, չեմ քննարկի։ Դե, վերցրու դուրս գանք։ Գնացի։ Ոնց էր Լիկան, մամ։ Լավ, ընդհանրապես չի արթնացել այսօր։ Բայց ես ոչ մի րոպե չկարողացա քնեմ։ Բայց լավ կներ մի քիչ հանգստանայր, մամ։ Ոնց։ Կասես ոնց հանգստանամ։ Եթե շուրջս ամեն ինչ փլվում է։ Անընդհատ պապայիդ մասին էի մտածում։ Մամ, հավատա ամեն ինչ կկարգավորվի ու կանցնի։ Երբ։ Ամեն ինչ նորմալ էր։ Հանգիստ ապրում էինք մեր համար։ Բայց հիմա կամաց ամեն ինչ փլվում է։ Ես չգիտեմ ես որտեղ եմ սխալվել ու ինչում եմ մեղավոր։ Ման պետք չի տենց մտածել։ Սրանք ուղղակի զուգադիպություններ են։ Բոլորի կյանքում լինում են այդ սև ու սպիտակ գծերը։ Հիմա մեր ընտանիքում այդ սև գիծն է։ Հաստատ կանցնի կգնա։ Չգիտեմ։ Ես արդեն շատ եմ հոգնել։ Ու անընդհատ լարված եմ։ Եթե ձեր հետ ինչ-որ բան կատարվի, ես կխելագարվեմ, լուրջ եմ ասում։ Ման, բայց խի պետք է մեր հետ ինչ-որ բան կատարվի։ Խի պետք է վատ բան կատարվի, ինչ ես միանգամից այդ մտածում։ Արդեն վախենում եմ, շատ եմ վախենում։ Անընդհատ վատ բան ա կանխազգում սիրտս, հասկանում ես։ Հավատա ամեն ինչ լավ է լինելու։ Երբ։ Չգիտեմ, բայց հաստատ լավ կլինի։ Տես Լիկան արդեն լավ է։ Ես առողջ եմ։ Իսկ պապայի խնդիրներն էլ շուտով կանցնեն ու նորից մենք ապրենք այնց ոնց որ ապրել ենք։ Աշխատում եմ հավատալ։ Պետք է հավատալ, մամ։ Ուրիշ ինչ է մնում։ Իսկ կարող է այսօր տանը մնաս։ Ինչի կարիք կա որ տանը մնամ։ Դե ուզում եմ կողքս լինես այսօր։ Մամ, մի էլի խառնվի իրար։ Արդեն ասեցի ամեն ինչ նորմալ է։ Կանցնի կգնա։ Պապան քնած է։ Չգիտեմ, չեմ մտել մոտը դեռ։ Լավ, ես գնամ մտնեմ մոտը։ Ինչ ա կատարվում ավակ, ինչ ա որ ինձ չեք ասում։ Արամ, ուր ես գնում, պապատ ինչ ասեց։ Մամ, պապան տունը չի։
Ոնց։ Չգիտեմ, մամ, երևի շուտ է դուրս եկել։ Ես հիմա գնամ օֆիս ուտենամ ուրա։ Արամ։ Ասա, պետք չի այդքան անհանգստանալ, Աբել։ Քրոջը դեմ ոչ մի բան չունենք։ Դու գիտես ինչա պետք անել։ Արա ու վերջ։ Քուրդ մեզ ինչ։ Սետո։ Սաղիթ հատ-հատ կմարդը։ 10 ջաղի հետևներ ունես ձեռս կհասնի։ Բգիցդ են բռնելու։ Փոշմանելու ես, եթե ավել բան ես անել։